Սիրո դեպքում շատ դժվար է ասել, թե որ դեպքում է լավ առաջանում մարդու մոտ այդ զգացումը ամբողջանում։ Ուրեմն սերը բարդ երևույթ է, այսինքն ինքը այսպես ասած մեկ զգացումով ուղեկցվող երևույթ չէ։ Դրա ինքը համալիր է, այսինքն պետք է մի քանի զգացումներ զուգորդվեն իրար, որպեսզի այդ երևույթը ջրի երես գա կամ արտահայտվի։ Հիմա տեսեք, ուզում եմ նախ խոսել սիրո ֆիզիկական, ֆիզիկա-քիմիական, հումորալ, հորմոնային, ուրեմն արտահայտման ձևից։ Ոչ մեկը չասաց կիրք, սիրո մեջ, բայց այո, այդ են 1001-րդն է, որ չեք ասել։ Ուրեմն, տեսեք, երբ որ մենք սիրում ենք, մեր մեջ հորմոններ կան, որոնք ակտիվանում են, կամ հակառակը, մեր մեջ հորմոններ կան, որ ակտիվանում են, եւ մենք սիրում ենք, օրինակ սերոտոնին, շարունակեք դուք, ադրենալին, եւ այլն, դոֆամին, այսինքն տեսեք, դրանք մեր մեջ առկա քիմիական բաղադրություններ են, հստակ քիմիական բաղադրություններ են, նեյրոնային ամբողջություններ են, որոնք երբ որ մեր մեջ արտահայտվում են, մենք չենք կարող սեր չունենալ, մենք չենք կարող ուրախության զգացում չունենալ։ Հետևաբար սա ինչ-որ առումով կարող ենք ձևակերպել, որ մարդկային է եւ կենսաբանական է։ Ձեզ հարց ուղղեմ։ Ինչ եք կարծում։ Կա ընդհանուր մի մոտեցում, որը կարող ենք ասել սիրո պարտադիր բաղկացուցիչն է։ Ավելի պարզեցնեմ հարցս։ Երբ որ ասում ենք սեր, մեզնից ամեն մեկը ունի դրա յուրօրինակ, յուրովի պատկերացումը։ Մեկի մոտ դա ընտանեկան սերն է, մեկի մոտ դա սեռական կյանքի հանդեպ սերն է, մեկի մոտ սերը հայրենասիրությունն է, մեկի մոտ իր աշխատանքն է, մեկի մոտ օրը որ լավ անցնի այդպես ավարտվի, հիմա, բայց այս ընդհանուր բազմաբնույթ սիրո ձևերի, սիրո կերպերի մեջ ինչ ընդհանրություն կա։ Հետևաբար այդ ընդհանրությունը բոլորիս մոտ կարելի է ասել օրինաչափ է։ Որ կապ չունի, թե այդ մարդ օրինակի համար հիստերոիդ խառնվածքի տիպի մարդ է։ Դրսևորումներով ի վերջո մարդը սիրո մեջ շիֆորներ դաշնակը ինքը իր անձի աստծո եւ այդ իրավիճակի հետ ինձ թվում է բոլոր դեպքերում էլ հասնային։ Այսինքն սիրո կարևորագույն բաղադրիչը ներդաշնակությունն է։ Նվիրում այն։ Մեկը դա, շարունակենք ուրիշ կարծիքներ։ Նվիրումն էլ կարող է լինել։ Նվիրում, հոգատարություն, այո, երկրորդի մեջ ստորակետերով առանձնացնում եմ, նվիրում, հոգատարություն, երրորդը հանդուրժողականություն, այո, երջանկություն, կարծես թե բարի լինելու համար պիտի շատ ջանք թափենք, բայց չար լինելը հեշտ է։ Այսպես ասած ավելի հեշտ է, քան մի բան կառուցելը։ Այս սերը կառուցելու պես մի բան է։ Այլ բույս աճացնելու պես մի բան է, եթե մի շաբաթ խախտում ես դու սիրո բալանսը, քո հարաբերություններում տեսնում ես, որ սկսում է չորանալ, անհոգի է դառնում ամեն բան, կյանքը դատարկության է վերածվում, բայց երբ մարդը կտրվում է համրույթից, կտրվում է իր միջավայրից, ինքնաբերաբար ուրեմն փախուստ է տալիս, փախչում է, այդ բառը չեմ վախենում ասել, փախչում, այո, այդ իրականությունից կամ չի ընդունում այդ իրականությունը, դա էլ է նորմալ։ Մենք էլ գալիս ենք մի տարիք, մի հոգեվիճակ, երբ որ ուզում ենք փախչել իրականությունից, դա մարդկային է, բայց երբ որ այդ կտրված իրականության մեջ դու չես կարողանում վերադառնալ բուն իրականություն, ուրեմն այդտեղ մենք ունենք որոշակի խնդիր։ Իսկ ինչ վերաբերում է վանական կենցաղին, վանականները ապրում են երկու միջավայրերում։ Մի դեպքում ամեն մեկը առանձնանում էր մեկուսի կյանք վերածվում, ընտրում էր վայրակ, լիներ անմարդաբնակ վայրակ, լիներ գերեզմանդակ, լիներ ժայռակ, լիներ օրինակի համար քարանձավդակ, լիներ անապատային վայր, ինչպես Եգիպտոսի վանականները, եւ երկրորդ դեպքում կար վանական կենցաղ, երբ որ համակեցական սկզբունքով, այսինքն խումբ վար խումբ, ասենք չգիտեմ, այսինքն հայկական էսվանքի վանականներ, Տաթևի վանականներ, ասենք Գոշավանքի վանականներ, այսինքն արդեն որևիցե եկեղեցու կամ որևիցե ապայության շուրջ համախմբված վանական ուրեմն միաբանություն, ուրեմն սա արդեն խմբային կենցաղ է։ Եվ հիմնականում կարող եմ ասել, որ վանականները հիմնականում գնում էին որոշակի շրջան մենակ էին կենցաղավարում, հետո դառնում էին
ուրեմն ընդհանրական համագեցական խումբ դրելու միջև։ Այսինքն միշտ երկու տարբերակ կա, որն ուզում ես գնա Աստված եւ հակաստվածային, չվախեցնելու համար եւ ասելու սատանա։ Այսինքն ճանապարհները մերն են։ Աստված չի պարտադրում, որ դու գնաս իրեն։ Դա կլինի պարտադրված ազատություն։ Հա, երբ որ հաճախ շատերը հարց են բարձրաձայնում, օրինակ Աստվածուն չի կանխում չարիքը երկրի վրա, ինչու է թույլ տալիս։ Սիրելիներ, մենք Աստծուն իրականում բացահայտում ենք այն ժամանակ, երբ որ մենք մեր ազատությամբ մտնում ենք Աստծուն։ Իսկ եթե մենք մեր ազատությամբ գնում ենք այն ճանապարհով, որ հեռացնում է մեզ Աստծուց, բարձր չէ, որ Աստված կարող է այո միջնորդել մեր կյանքում։ Ինքն իր ներկայությունը ժամանակ առ ժամանակ, պատե առ պատե, ինքը խոսում է իր մասին։ Աստված ներկայանում է մեր կյանքում։ Ուղղակի մենք պիտի կարողանանք այդ պահին զգալ դա եւ գնահատենք դա։ Իսկ եթե չգնահատենք, Աստված կարող է միշտ ուրեմն տարբեր ձևերով մեր կյանքում խոսենք, բայց մենք լսելով լսենք, տեսնելով չտեսնենք։ Ինչպես նավում հայտնված այն մարդը, որ փոթորկի ժամանակ խնդրում է, որ Աստված իրեն օգնի, բայց երբ որ մի նավ է մոտենում եւ ասում է արի ուրեմն քեզ օգնեմ, նա ասում է չէ, ես սպասում եմ, որ Աստված պիտի գա ինձ օգնի։ Հասկանում եք, այսինքն նմանատիպ մտածողությամբ, երբ որ մենք առաջնորդվում ենք, իհարկե մենք ոչ կարող ենք Աստծուն ճանաչել եւ Աստված ինչքան է շատ ուզի, մեզ չի կարող վերջնական շփոթության տանել։ Հա, այսինքն ինչու է օրինակի համար, հա, հասկացաք, հա, մանկասպանությունը թեկուզ եւ այդպես բոլորի նույն արշինի վրա միանգամից ոչինչ չացնել է։ Ինչ է սա դեպքերյանը խնդիրը չէ։ Եվ կամ եկեք այսպես ասեմ, այն ինչ որ կատարվում է մեր շուրջը, տեսեք, ինչ որ կատարվում է մեր շուրջը, անգամ այդ Սոմոր Գոմորի պատմությունը նախապատմական, այսպես ասած, այն ինչ որ կատարվում է մեր շուրջը, այո, շատ դեպքերում Աստծուց է, շատ դեպքերում դա ուղղակի մարդկային ուրեմն գործոններով է պայմանավորված։ Հոգևոր երևույթ է։ Այսինքն կան բաներ, որոնք կարող են մեր շրջապատում չտեսնենք, չզգանք, բայց մեր մեջ առաջանա։ Իհարկե դրա հիմքերը դարձյալ մեր մեջ են, շատ խորքում, բայց դա հոգևոր դաշտի ուրեմն զգացողություններն են, որոնք որ մեր մեջ արթնացնում են սիրո զգացողություններ։ Վերցնենք օրինակի համար սիրո բարձ ընկալումները։ Օրինակ, երբ որ մենք մեր երեխային փորձում ենք սիրել, ամեն ինչ որ ասում եք, այդ ամեն ինչը փորձում եք ուղղորդել մեր ուրեմն այն օբյեկտի վրա, որին որ սիրում ենք։ Երեխա է, հայրենիք է, եկեղեցի է, շենք է, ծնողներ են, հա, կապ չունի օբյեկտը, սիրո օբյեկտ կոչենք, սիրո առարկա։ Մենք կապ չունի, մեր միջի զգացումները նույնն են։ Սիրո առարկաներն են տարբեր ամեն մեկից մոտ։ Մեկից մոտ սիրո բարձունքում, հա, ուրեմն գտնվում է մեր սիրած գործը, մյուսի մոտ այդ սիրո առարկան իր սիրած էակն է, մյուսի մոտ սիրո առարկան Աստված է, մյուսի մոտ, չգիտեմ, քաղաքաշինությունն է, տարբեր, մյուսի մոտ սիրո առարկան իր զբաղմունքն է, մյուսի մոտ պարն է, բայց սիրելիներ, առարկան տարբեր է, չէ՞, բայց զգացումները նույնն են։ Պատմությունների միջոցով նաև ձեր կյանքի իրադրության մեջ ուղղորդվեք։ Ուրեմն տեսեք, սերը բազմաբովանդակ հասկացություն է, ես այժմ չեմ կարող ձեզ սիրո մասին ճառել եւ այդ նպատակադրություն չունեմ անկեղծ, որովհետեւ մեզնից ամեն մեկը իր կյանքում յուրօրինակ կերպով է սեր ընկալում, սերը արտահայտում եւ դա եթե ոչ ուրեմն անհատական է, ապա շատ ընդհանրական է, որովհետեւ մեզնից ամեն մեկը ունի սիրո վերաբերմունք, սիրո արտահայտելու իր ձևը եւ դա նաեւ կախված է մեր անհատական առանձնահատկություններից, մեր բնավորությունից, դա կախված է նաեւ այն միջավայրից, որտեղ մենք ապրում ենք, որովհետեւ հասկանում եք, ես չեմ խոսում շատ նեղ սիրո ընկալման մասին, այլ խոսում եմ սիրո համատիեզերական, ընդհանուր ընդգրկման մեջ եմ խոսում եւ պատկերացրեք, որ սիրո ամեն ուրեմն կատեգորիայի, սիրո ամեն
երևույթի մասին մենք կարող ենք տեղեկություններ եւ գեղեցիկ պատմություններ գտնել Սուրբ գրքում, սկսած Ադամից եւ Եվայից մինչեւ վերջացած Հիսուս իր աշակերտներ, այդտեղ սերի բազմաթիվ դրսևորումներով դավաճանության երևույթով, որը որ սիրո Հակոբյանը եւ տեսնում ենք Հուդայի համբույրի մեջ եւ այլն եւ այլն։ Իհարկե ձեզնից գուցե շատերը Սուրբ Գիրքը կարդացել են հպանցիկ, գուցե շատերը Սուրբ Գիրքը կարդացել են որոշակի պատմություններով, բայց գրքում տեղ են գտել մի շարք հատվածներ, որոնք վերաբերում են նաև այնպիսի ուրեմն դեպքերի, երբ որ սերը դրսևորվել է հայրենասիրության միջոցով եւ լավագույն պատմություն Եսթերի գրքից կապված հատվածներն են, թե ինչպես է ուրեմն պարսկական արքունիքում հրեական գերության շրջանում այս խիզախ կինը հրեուհի Եսթերը կարողանում դառնալով թագուհի կարողանում այնպես անել, որ արքան այնպիսի գովարտակներ արձակի, որոնց միջոցով իր ազգակիցները փրկվեն եւ ուրեմն կործանումից հետ կանգնեն։